Դուք դիտում եք հեռանկարը։ Երեկվանից Հայաստանում ամենաքննարկվող թեմաներից մեկը Փարաքար համայնքի ղեկավարի եւ մեկ ոստիկանի սպանությունն է։ Այդ ողբերգական դեպքին անդրադարձավ նաեւ Հայաստանի վարչապետը եւ խստորեն դատապարտելով տեղի ունեցածը նշեց, որ մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները եւ ինչու չեն կատարել։ Այս եւ նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի շուրջ զրուցելու ենք հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի հետ։ Պարոն Բաբաջանյան, նախ շնորհակալություններ հրավերելու համար։ Այդ արյունալի միջադեպին տարբեր գնահատականներ են տրվում, անգամ կարծիքներ են հնչում, թե սա կարող է ունենալ քաղաքական դրդապատճառներ, մյուս կողմից վենդետայի վարկածն է առաջ քաշվում, որն է ձեր գնահատականը։ Նախ թույլ տվեք ցավակցել զոհերի հարազատներին, ոստիկան է նաև եղել դեպքի վայրում եւ սպանվել եւ հարազատներին, ընկերներին, բարեկամներին, նաև ընտրողներին Վալոդիա Գրիգորյանի նաև շուտապույտ կազդուրում եմ ցանկանում վիրավորին, կարծում եմ այնտեղ բավական բացահայտումներ կլինեն հենց նրա կողմից, որովհետև նա ականատես է եղել ամբողջ այդ կատարվածի։ Ինչ վերաբերում է տեղի ունեցածին, ես կարծում եմ, որ սա լրջագույն մարտահրավեր է մեր պետությանը եւ մեր ժողովրդավարությանն ու իրավակարգին։ Կարծում եմ, սա ոտնձգություն է մեր հռչակած նպատակներին։ Պիտի ասեմ, որ ըստ էության հեղափոխությունից հետո սա առաջին ընտրված պաշտոնյայի սպանությունն է։ Ընդամենը վերջերս են տեղի ունեցել հավաքանու ընտրություններ, մարդը ստացել է ժողովրդի քվեն եւ այդ քվեն սպանվել է։ Սա ըստ էության հարձակում է մարդկանց ընտրության նկատմամբ։ Ես չեմ ուզում ընդհանրապես քննարկել վենդետա է, թե հաստատ քաղաքական չէ, որովհետև եղել է նախապատմություն, դրա մասին մամուլում հրապարակումներ են եղել եւ պետությունը պարտավոր էր հաշվի առնելով այդ բոլոր քննարկումները, որոնք արկա են եղել միջև ընտրություններ, այդ թվում նրա անձնական հարաբերությունները, պարտավոր էր պաշտպանել ժողովրդի ընտրությունը։ Եվ այստեղ մենք լրջագույն վրիպում ունենք, նաև սրանից էապես ազդվում է մեր երկրի ներքին կայունությունը առաջիկա ընտրություններից առաջ, ավելին ասեմ, որ արտաքին շահառուներ կան նաև այստեղ, մենք հասկանում ենք, որ հիբրիդային այսպես որպես հարձակման գործիք նաև քրեական աշխարհը շատ կարևոր դերակատարում ունի։ Մենք առնվազն ունենք պատկերացում եւ համոզում, որ հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ վարում է Ռուսաստանը։ Ռուսաստանի համար քրեական, գողական այդ աշխարհի գործուղումը իր թիրախային որևէ երկիր, դա սովորական պրակտիկա է։ Եվ մենք հասկանում ենք, որ առասարակ քաղաքականության եւ քրեական բարքերի սերտաճումը կարող է չափազանց ծանր հետևանքներ ունենալ պետության վրա։ Եվ ըստ էության հիմա փորձ է արվում, որպեսզի քրեական աշխարհը այսպես սողոսկում է նաև տեղական կառավարման մարմինների միջոցով պետական կառավարման համակարգ եւ ժողովրդավարական ճանապարհով ըստ էության նրանք գալիս են ջախջախելու ժողովրդավարությունը։ Սա մենք տեսել ենք 98 թվականին, երբ Ռոբերտ Քոչարյանը ստանձնում էր Հայաստանի նախագահի պաշտոնը, իր ընտրությունները ըստ էության ապահովեցին նաև այդ քրեական տարրերը։ Եվ հետո իշխանությունը նրանց վարձահատույց եղավ թաղապետեր ու ավականիներ նշանակելով։ Եվ հետո մենք տեսանք, թե ինչ եղավ, ամբողջ համակարգը դարձավ քրեաօլիգարխիկ եւ պետությունը այլևս խեղտամահ էր լինում այդ իրականությունից։ Ընդհանրապես պետք է ասեմ, որ արյունն է շատ վտանգավոր Հայաստանի համար, որովհետեւ ռուսները մեզ չեն ներում 2018 թվականի անարյուն եւ թավշյա հեղափոխության համար, որովհետեւ արյունը արտաքին կառավարման կարևոր բաղադրիչ է։ Եվ Հայաստանում 7 տարի, մոտ 7.5 տարի process-ները որքան փորձ է արվել, որ դրանք արյունալի
ելք ունենան, դրանք տեղի չեն ունեցել։ Եվ հիմա ըստ էության ես կարծում եմ, որ ընտրություններից առաջ նաև այս դեպքը, որը կարող է շարունակություն ունենալ եւ դրա համար պետք է սթափություն, ընդհանրապես քաղաքական դասի, քաղաքասարակության եւ պետության աչալուրջ պատասխանատվությունը պիտի մենք այստեղ զգանք ամեն օր, որ մենք չենք կարող այս պայմաններում եւ այս տրամադրություններով, այս մթնոլորտում գնալ համապետական ընտրությունների։ Հիմա մարդիկ ավականի են ընտրել, համայնքի ղեկավար են ընտրել եւ դա այսպիսի վախճան է ունեցել։ Այդ մարդկանց երբեք այլևս դուք չեք կարող ընտրության տանել, որովհետեւ մենք չենք կարողացել որպես պետություն պաշտպանել այդ մարդկանց ընտրությունը։ Եվ սա հիմնարար հարց է, սա չի կարող այսպես էպիզոդիկ որպես փարաքարի խնդիր դառնալ, սա ավելի համալիր հարց է, որը իր մեջ պարունակում է քրեական ենթամշակույթի մասին օրենքի ուղղակի անկատարության եւ չգործելու, մինչեւ համապատասխան ուրեմն գերատեսչությունների, ներքին գործերի նախարարության, դատախազության, ազգային անվտանգության ծառայության օպերատիվ ծառայությունների համապատասխան ուրեմն ընդհանրապես գործառույթները իրականացվել են պատշաճ կերպով, թե ոչ։ Եթե դրանք իրականացվեին, ես առնվազն մի քանի տեղեկություններ մինչ այս աղմկահարույց սպանությունը իմացել եմ, որ տեղում խնդիր կա եւ պետք էր դրան արագ արձագանքել եւ գիտեմ, որ պատշաճ արձագանք չի եղել, որտեղ վստահ են եղել, որ դա շարունակություն, այո, որ դա շարունակություն չի ունենա։ Ես հույս ունեմ, որ եւ գործող ոստիկանապետը եւ նախորդ ոստիկանապետը, որը շատ լավ իրազեկված էր նախորդ դեպքից, երբ այնտեղ սպանություն տեղի ունեցավ, պիտի պատասխան տան։ Ինչ են իրենք ձեռնարկել այդ կապակցությամբ 7 ամիս առաջ եւ ինչու դեպքերը հասան այստեղ։ Ինչպես է պատահում, որ ըստ էության կադրերից մենք տեսնում ենք, չէ, որ դա պատրաստված կիլլեր է, հասնում է եւ այդպես փաստորեն տեսախցիկների առաջ առանց կաշկանդվելու ուրեմն նաեւ կրկնակի կրակահերթեր է արձակում ուղղակի համոզվելու համար, որ ինքը իր նպատակին հասել է։ Մենք ընդհանրապես այս քրեական միջավայրում այլևս լրջագույն խնդիրներ ունենք լուծելու, որտեղ գողերը եւ գողականները վխտում են քաղաքում, մինչդեռ մենք նախորդ գումարման ազգային ժողովում շատ թեժ քննարկումների արդյունքում ընդունեցինք քրեական ենթամշակույթի վերաբերյալ օրենքը, որը պիտի արմատախիլ աներ մեր իրականությունից, ել չեմ ասում քաղաքականությունից։ Այս դեպքում ինչու չի հաջողվում այդ օրենքը օգտագործելով հասնել գոնե թե մինիմալ արդյունքի։ Կարծում եմ, որ համապատասխան կամք չկա եւ համապատասխան խիզախություն չկա եւ վճռականություն չկա ընդհանրապես գողական աշխարհին մերժելու, որովհետեւ թե իրավապահ համակարգի նախկին պատասխանատուները, թե գուցեև ներկա պատասխանատուները համապատասխան ուրեմն գործիքակազմ չեն կիրառում ոչ միայն հայ օրենքով գողերի։ Ես ականատես եմ եղել վրացի օրենքով գողեր, օրինակ Հայաստանի հրապարակային, այսպես հանրային վայրերում, սրճարաններում եւ ռեստորաններում։ Ով է դրա համար պատասխան տալու։ Ինչ որ մեկը դրանց արտոնել է, որ իրենք գան եւ հարցեր լուծեն այստեղ, այսինքն Հայաստանը դրանց համար նաեւ դառնում է պարարտ հող, պարարտ միջավայր, իսկ սա միայն հանցագործ աշխարհի, գողական աշխարհի հարց չէ, սա արտաքին ուժերի համար ազդեցության շատ վտանգավոր գործիք է խարխլելու համար մեր պետականության այսպես հիմքերը։ Իսկ որպես քաղաքական գործիչ այդ դեպքում դեպքը արդեն տեղի է ունեցել։ Դուք ինչպիսի երաշխիքներ կամ վերահսկողության մեխանիզմներ եք պահանջում, որ ընտրությունների նախորդող շրջանում բացառվեն նման միջադեպերը, նույն այդ մթնոլորտը չխարխլվի։ Ես կարծում եմ, որ առհասարակ մենք ինստիտուցիոնալ լրջագույն խնդիրներ ունենք, օրինակ դատական համակարգի հետ, այսպես պիտի ասեմ, որ հիմնարար հարցեր կան, նախորդին էլ վարչապետը այդ մասին խոսեց, ասելով, որ մեծ խզում կա դատական համակարգի եւ ժողովրդի միջեւ, բայց դրա արձանագրումները եւ մուրճով այսպես ելույթ ունենալը ոչինչ չի փոխում։ Եվ ասեմ ձեզ, որ քրեական բարքերի, քրեական աշխարհի հայտ գալու համար ամենապարարտ միջավայրը ինստիտուտների չգործելն է, որտեղ երբ որ ինստիտուտները չեն գործում, երբ որ մարդիկ չեն կարողանում դատական կարգով իրենց հարցերը լուծել, դրանք այլընտրանքային մեխանիզմներն են սկսում գործել։ Մարդիկ գնում են դիմում են գողական
աշխարհին եւ իրենց հարցերը լուծում են այնտեղ։ Այսինքն այն պահին, երբ գլուխ է բարձրացնում քրեական աշխարհը, նշանակում է, որ ինստիտուտները արդեն անկատար են։ Մենք պետական ինստիտուտները ամրապնդող բարեփոխումների կարիք ունենք հիմնարար կերպով։ Այս ազգային ժողովը կռնատ է եւ չի կարող այդպիսի փոփոխությունների գնալ։ Հայաստանը պիտի որակապես փոխի իր ամբողջ համակարգը, քաղաքական դասը պիտի անհրաժեշտ պատասխանատվություն վերցնի մեր ներքին առողջական համակարգը, պետության առողջական համակարգը հիմնավորապես կարգի բերելու համար, որովհետև արտաքին հնարավորությունները, մարտահրավերներն ու սպառնալիքները այնքան առատ են, որ առանց ներքին առողջական համակարգի, առանց պետության ինստիտուցիոնալ համերաշխ ներդաշնակ այսպես գործունեության հնարավոր չէ սպասարկել այն հնարավորությունները, ուրեմն որոնք մեր արժև կան, մեր պետության արժև կան եւ որոնք շատ ավելի կարեւոր եւ հիմնարար են Հայաստանի հարատեվության համար, Հայաստանի պետական անվտանգության համար, քան այս ներքին, ուրեմն այս խմորումները։ Իսկ դուք ինչ եք կարծում, օգոստոսի 8-ից հետո այդ արտաքին սպառնալիքները ինչ որ չափ չեզոքացվեցին, թե ընդհակառակ ավելացվեցին, որովհետև համարվում էր, որ այդ արտաքին սպառնալիքները գալիս են հիմնականում Ադրբեջանից եւ Թուրքիայից, բայց ասվեց, որ պաշտոնապես խաղաղությունն արդեն հաստատված է։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը փորձում էր ամեն կերպ տևական ժամանակ օգտագործել Ադրբեջանին որպես բուտգործիկ Հայաստանի դեմ, այսինքն պատերազմի սպառնալիքը մշտապես գալիս էր Ադրբեջանից եւ մենք մշտապես այդ վտանգը զգում էինք ու լավ էլ հասկանում էինք, որ նրա հրահրողը ի վերջո նաև 44 օրյա պատերազմի այսպես հեղինակ Ռուսաստանն է։ Հիմա այդ գործիքը կորել է։ Ռուսաստանը այլևս չունի այդ բուտգործիքը, որտեղ նախ ռուս-ադրբեջանական հարաբերություններն են շատ վատացել։ Գումարած օգոստոսի 8-ը այլևս եւ նախաստորագրված խաղաղության պայմանագիրը այդպիսի հնարավորություն չի տալիս։ Ինչ է մնում, ուրեմն ներքաղաքական դեստաբիլիզացիա պիտի գնա եւ գողականներ ու մնացած քաղաքական սուբյեկտները ամեն օր պիտի լալա հառաջ, օրինակ այսպիսի սպանությունը պիտի օգտագործեն որպես քաղաքական կապիտալի հնարավորություն։ Ինչպես կապիտալիզացնել օրինակ Վալոդիա Գրիգորյանի սպանությունը եւ ամբողջ 24 ժամ ողբալ եւ խոսել, որ սա ինչ որ քաղաքական հաշվեհարդար է կամ քաղաքական հարց է։ Սա իհարկե կարծում եմ, որ մեր հավաքական եւ իշխանության եւ նաեւ առողջ քաղաքական ուժերի հավաքական պատասխանատվության հարցն է, որովհետեւ իրապես մենք խոսում ենք, որ հիբրիդային պատերազմի նոր շատ ծանր ալիք է սպասվում Հայաստանին եւ այդտեղ բանալի բառը ոչ թե հիբրիդայինն է, այլ պատերազմը, իսկ պատերազմը վարում են թշնամիները եւ եթե մենք իրապես հասկանում ենք, թե ինչ ծանր եւ ճակատագրական ընտրություն է սպասվում մեզ, մենք հասկանում ենք, որ խաղադրույքները չափազանց բարձր են լինելու եւ Հայաստանում ոչ մի միջոցի առաջ չեն կանգնելու մեր հակառակորդները, որպեսզի Հայաստանի ժողովրդավարական գործընթացները կարողանան շրջել։ Եվ տարօրինակորեն պիտի ասեմ, որ մեր բոլոր ժողովրդավարության հակառակորդ ներքին քաղաքական սուբյեկտները ըստ էության մասնակցելով ժողովրդավարական process-ներին գալիս են ջախջախելու ժողովրդավարությունը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սեպտեմբերի 18-ին շատ կարևոր որոշում ընդունեց, ըստ էության ապացուցեց, որ մարտի 1-ին քաղաքական իշխանություն եղած Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, նրանց հետ կոալիցիոն բոլոր գործընկերները, Հոհիդան, Բարգավաճ Հայաստանը, Օրինաց երկիրը եւ Հանրապետական կուսակցությունը խախտել են մարդու կյանքի իրավունքը։ Ըստ էության սպանել են մարդկանց, որպեսզի իրենց իշխանությունը կարողանան ոչ միայն պահպանել, այլև վերարտադրել։ Ըստ էության սահմանադրական կարգի տապալում է տեղի ունեցել մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման համաձայն եւ պետության զավթում։ Սա պիտի անմիջապես ամսի 18-ից հետո քաղաքական իշխանությունը ոչ միայն իրավական գնահատական պիտի տար, այլ քաղաքական գնահատական պիտի տար եւ ինչպես Լեհաստանում, ինչպես Չեխիայում, ինչպես Մերձբալթյան երկրներում, նրանք, ովքեր երբևէ հակադեմոկրատական գործընթացներում մասնակցություն են ունեցել, նրանք պիտի դուրս դրվեին ընդհանրապես մեր քաղաքական կյանքից եւ առաջիկա ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։ Այսա կլիներ գործնական քայլ։ Այսա կլիներ քայլ, որն ուղղված կլիներ ժողովրդավարության պաշտպանության։ Այսա կլիներ իրապես ազդակ ամբողջ աշխարհին, որ մենք լուրջ ենք տրամադրված մեր երկրում ժողովրդավարության պաշտպանության հարցում։
Մի քանի հարցել արտաքին քաղաքականությանը, քանի որ սահուն անցանք, դուք ըստ էության լավատեղյակ գործիչ լինելով նաև ներքին տեղի ունեցող զարգացումների հետ կապված Թրամփի ու հետ կապված հողի վրա այս պահին ինչ որ գործողություններ կատարվում են, որտեղ շատերն ասում են գնացին, ստորագրեցին եւ հետո Նախորդին Միացյալ Նահանգների դեսպանը հստակ հայտարարեց, որ Միացյալ Նահանգները սկսել է շատ ակտիվորեն այդ ուղղությամբ աշխատանքներ տանել։ Ես պիտի ասեմ, որ Միացյալ Նահանգներից նոր եմ վերադարձել եւ այնտեղ եւ պաշտոնյաների եմ հանդիպել եւ նաեւ հայ համայնքի գործարարների եմ հանդիպել, համայնքի հետ հնարավորություն եմ ունեցել հանդիպելու։ Եվ կա ընդհանուր տպավորություն, որ տևական, այսպես փորձ է արվում վարկաբեկել ձեռք բերված պայմանավորվածությունները հատկապես Միացյալ Նահանգների հայ համայնքի շրջանում եւ սա մտահոգում է ամերիկյան կառավարությանը, որովհետեւ ի վերջո իրենք կայացրել են մի համաձայնություն, որը կարծում են, որ կկարողանան նաեւ կապիտալիզացնել ընտրությունների ժամանակ 2026 թվականի աշնանը միջանկյալ ընտրություններ են տեղի ունենալու եւ հանրապետական կուսակցությունը ցանկանում է եւ սենատում եւ կոնգրեսում պահպանել իր մեծամասնությունը։ Իսկ ինչ վերաբերում է բուն աշխատանքներին, ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգները ի զարմանս ինձ իրենք այս հարցերում շատ այսպես ավելի ծանր եւ ավելի դանդաղ են գործում։ Չափազանց արագ են իրենց ձգտումներում, իրենց ցանկություններում եւ թե համապատասխան գերատեսչությունները, բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի եւ տնտեսության համար պատասխանատու գերատեսչությունները անմիջապես անցել են գործի եւ ուզում են հասկանալ պատասխան ինչպիսի արագությամբ եւ որակով Հայաստանի վիճակի կլինի պատասխանել։ Այստեղ ես տեսնում եմ լրջագույն կոմպետենցիայի խնդիր։ Ես տեսնում եմ, որ այս ահռելի հնարավորությունը, որ Հայաստանի համար բացվել է օգոստոսի 8-ին, ոչ միայն խաղաղության տեսքով, այլև տնտեսական եւ ենթակառուցվածքային հզորությունների, Հայաստանը համարժեք պատրաստվածություն եւ պատկերացում մասշտաբի երևի թե դեռևս չունի։ Ու այս իմաստով ես շատ պիտի ուզեի, որպեսզի Միացյալ Նահանգների մեր հայրենակից համապատասխան մասնագետներին մենք կարողանայինք դիտարկել որպես մեզ խորհրդականներ, խորհրդատուներ, ովքեր շատ լավ գիտեն օրինակ Միացյալ Նահանգների առհասարակ ներդրումային մեթոդաբանությունը, գիտեն միջազգային իրավունքի այդ նեղ մասնագիտական ուրեմն գիտելիքները ունեն եւ կարող են մեզ պատշաճ օգնություն հատկացնել, որտեղ սա ահռելի ծավալի աշխատանք է, սկսած նրանից թե օրինակ ինչ ձևաչափ պիտի ունենա այդ կոնսորցիումը հայ-ամերիկյան, օրինակ դրա նկատմամբ Հայաստանի օրենսդրությունը ինչ փոփոխությունների պիտի ենթարկվի, որպեսզի դա համապատասխանեցնենք երկու երկրների օրինակ կամ ինչպես են անխոչնդոտ կազմակերպելու անցում, ինչ է դա նշանակում։ Անխոչնդոտի հետ կապված կարող ենք առանձին քննարկում ունել, որովհետև բուն կահավորման եւ կառուցման հետ կապ չունի դա։ Անխոչնդոտ անցման համար Հայաստանի պատկան մարմիններն են պատասխանատու եւ իմ ունեցած տեղեկություններով ամերիկացիների հետ շփումներում կար պատկերացում, որ այն նույն ռեժիմը, որ գործում է Ռուսաստանի եւ Կալինինգրադի միջև Լիտվայի տարածքով, մոտավորապես հենց այդպես ինչպես Եվրամիությունն է օգնել Լիտվային չկորցնել ինքնիշխանությունը իր տարածքի նկատմամբ եւ թույլ տալ, որպեսզի Ռուսաստանի հիմնական մասից անցում կատարվի Կալինինգրադ, այդպես էլ ամերիկացիները պիտի օգնեին, որպեսզի գրեթե նույն օրենսդրական եւ տեխնիկական հնարավորություններով մենք հնարավորություն տանք, որպեսզի ադրբեջանցիները անցնեն Նախիջևան։ Բայց այդ ճանապարհը միայն ադրբեջանցիների համար չի, այդ ճանապարհը կենտրոնական Ասիայի հարստությունները եւ ապրանքները նաեւ Չինաստանից այդ Եվրոպա տարանցման համար է։ Այսինքն մենք կենտրոնացել ենք միայն Ադրբեջանի վրա, բայց այդ ճանապարհից պիտի օգտվեն ահռելի մեծ ծավալով ապրանքներ տեղափոխելու համար դեպի եվրոպական շուկա եւ պիտի ասեմ, որ Միացյալ Նահանգները հենց այսօր քիչ առաջ հայտարարեց պետքարտուղարությունը, որ Կենտրոնական Ասիան եւ Հարավային Կովկասը ամբողջ Կասպից ավազան Սև ծովի այս տարածաշրջանով Միացյալ Նահանգների համար երկարաժամկետ կենսական շահերի գոտի է։ Այդ նշանակում է, որ այստեղ ահռելի ներդրումային ուրեմն դաշտ է բացվում Հայաստանի համար, Հայաստանը պիտի պատրաստ լինի այդ ներդրումները ընդունելու։ Ես շատ մտահոգ եմ այդ իմաստով, որտեղ 2021 թվականին օրինակ Եվրամիությունը Հայաստանին տվեց 2.5 միլիարդ եվրո փող, որից մենք ի վիճակի եղանք ծախսել 1.5-ը։ Եվ մենք մյուս տարի 1 միլիարդը պիտի վերադարձնենք եվրոպացիներին, որտեղ Հայաստանը ի վիճակի չի եղել այդքան ծրագրեր եւ այդքան
փող ծախսել։ Այսինքն մեր մարսողական համակարգն է փոքր։ Դա պիտի մեծացվի, որովհետև մենք նորանոր ոլորտներ ենք պատկերացնում, հա 500 միլիոն միայն ուզում ենք Nvidia-ի օրինակ արհեստական բանականության այդ կլաստերը բերել։ Եվ ես գիտեմ, որ ամերիկահայ գործարարներ մոտավորապես 120 միլիոն այս պահին փող են հավաքել, որպեսզի այդ ծրագրում ներգրավվեն, սա չափազանց կարևոր է։ Կարևոր է, որ մենք հենց հիմա սկսենք մեր նորանշանակ դեսպանը սկսի հայության հետ խոսել եւ տրիպի ծրագրում կարողանանք այդպիսի ներդրումներ բերել, որտեղ Միացյալ Նահանգների շահագրգռությունն ու երաշխիքը կա, մարդիկ կարող են գնալ բանկից փող վերցնել եւ գալ այդպիսի ներդրումներ անել, եթե ունեն համապատասխան փորձ, համապատասխան կարողություններ, իսկ Միացյալ Նահանգները այդ իմաստով ահռելի ներուժ ունեցող երկիր է։ Եվ պարոն Բաբաջանյան, վերջում ամփոփելով, դուք որքանով եք հավանական համարում, որ խաղաղության վերջնական պայմանագիրը 2026 թվականի առաջին կիսամյակում կստորագրվի, որովհետև մենակ Թուրքիայից պաշտոնապես նման հայտարարություն եղավ։ Ֆիդանը այդպիսի հայտարարություն արեց, չի բացառվում, որ առհասարակ այո, Հայաստանի ընտրությունները որպեսզի չկապվեն ուրեմն առհասարակ խաղաղության պայմանագրի ստորագրման հետ, առավել եւս համանadrության գործընթացներ կան, գիտեք, այդ նախապայմանը շարունակում է կրկնվել եւ ես հարց եմ տալիս ամերիկացիներին։ Լավ, ձեր հովանավորությամբ եւ ձեր միջնորդությամբ ստորագրվել կամ նախաստորագրվել է խաղաղության պայմանագիրը։ Հայ ժողովուրդը գնում եւ նոր համանadrական նախագծին, որտեղից դուրս է գալիս օրինակ նախաբանը, ասում է ոչ։ Դա ինչ նշանակում է, որ հաջորդ օրը պատերազմ է լինելու։ Իսկ եթե պատերազմ չի լինելու, ինչ է լինելու։ Հետևաբար ամեն ինչ պետք է անել, որպեսզի զարգացումները թույլ չտան կապել այնպիսի գործընթացների հետ, որոնք չեն կարող մենք չափել, որովհետև որևէ մեկը չի կարող հայ ժողովրդին ստիպել եւ պատերազմի սպառնալիքի տակ տանել օրինակ հանրաքվեի։ Այո, սա պիտի լինի ներքին օրակարգի հարց, այո, հայ ժողովուրդը պիտի որոշի Հայաստանը 3-րդ հանրապետություն պիտի մնա թե 4-րդ հանրապետություն, բայց հարցը համարների մեջ չէ, հարցը որակի բովանդակության մեջ է։ Հայաստանի 3-րդ հանրապետությունը ինչով է խանգարում, որ մենք նորմալ օրինակ դատական համակարգ ունենանք, նորմալ ուրեմն իրավապահ համակարգ ունենանք։ Հետևաբար այստեղ կարծում եմ մենք հիմնարար մտահոգության տեղ ունենք։ 2026 թվականին իհարկե կարող են շատ դրամատիկ փոփոխություններ լինել, որտեղ այն հավաքը եվրոպական համայնքի, որ տեղի ունենալու Երևանում, կարող է բեկումնային լինել եւ չի բացառվում, որ եւ Իլհամ Ալիևը եւ Էրդողանը ես գիտեմ, որ հրավերը ընդունել է եւ գալու է Երևան, եւ Հայաստանի դիվանագետները ջանք են գործադրում, որպեսզի Թրամփը գա տարածաշրջան, հենց այդ նույն շրջանում, եւ եթե այդքան առաջնորդներ եղան Երևանում, ինչ է խանգարում, որպեսզի համապատասխան ջանք գործադրվի, դիվանագիտական ջանքեր գործադրեն եւ ուրեմն հենց Երևանում ստորագրվի այդ պայմանագիրը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ ձեզ։ Հեռանկարում հանուն հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն էր։